Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության օրակարգին, սակայն ամերիկյան կողմն այլևս չի պատրաստվում յուրաքանչյուր կանչով միջնորդի դեր խաղալ։ Ժամանակն է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը ներկայացնեն հակամարտության ավարտի վերաբերյալ իրենց գաղափարները, նշել է Թեմի Բրյուսը։ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կարող են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվել։ ԱՄՆ փոխնախագահն էլ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ J.D. Vance-ի խոսքով Սպիտակ տունն ուղիներ է փնտրում օգնելու Կիևին և Մոսկվային փոխզիջման հասնելու հարցում։ Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել Կիևի հետ կնքված հազվագյուտ հանածոների եւ Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի վերաբերյալ համաձայնագրից։ Ըստ փաստաթղթի ուկրաինական հանածոների գնման եւ գնորդների նշանակման հարցում Վաշինգտոնն առաջին ընտրության իրավունք կունենա։ Ուկրաինական ռեսուրսների արդյունահանումից ստացված միջոցների 50%-ը կփոխանցվի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ։ Դրանք կուղղվեն հանրապետությունում նոր ծրագրերի իրականացմանը եւ կնպաստեն տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Ուկրաինան լինի ազատ, խաղաղ եւ ինքնիշխան, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Նշվում է, որ Կիև-Վաշինգտոն գործակցությունը հստակ ուղերձ է Ռուսաստանին, որ Միացյալ Նահանգները լուրջ դեր է խաղում եւ հանձնառու է Ուկրաինայի երկարաժամկետ հաջողությանը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականն էլ տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում Ուկրաինան հոբ համակարգեր կստանա Միացյալ Նահանգներից առանց պարտքային պարտավորության։ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը ծայրահեղական է ճանաչել այլընտրանք Գերմանիայի համար աջակողմյան կուսակցությունը։ Գրասենյակի հայտարարության համաձայն կուսակցությունն արհամարհում է մարդկային արժանապատվությունը։ Գերատեսչությունը եկել է եզրակացության, որ կուսակցությունը դասակարգում է մարդկանց ըստ էթնիկ ծագման, ինչն անհամատեղելի է ժողովրդավարական կարգի հետ։ Գերմանիայի գործող կանցլեր Օլաֆ Շոլցը սակայն կոչ է արել չշտապել այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության գործունեությունն արգելելու հարցում։ Հիշեցնենք, փետրվարի վերջին Բունդեսթագի արտահերտ ընտրություններ են անցկացվել։ Այլընտրանք Գերմանիայի համար զբաղեցրել է երկրորդ տեղը, ստանալով իր պատմության մեջ ռեկորդային թվով ձայներ։ Առաջին տեղը զբաղեցրած պահպանողականները սակայն հրաժարվել են կոալիցիա կազմել այլընտրանքի հետ։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը պահպանվում է, սակայն կողմերը կապի մեջ են դիվանագիտական խողովակներով, հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարարը։ Աթաուլ Ահթարարի խոսքով օրերս ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Պակիստանի վարչապետի եւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ, սակայն էսկալացիան չի թուլանում։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը եւ Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները։ Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության եւ հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբերհարձակում է իրականացվել։ Ռամիդ Նամազովը դրա համար մեղադրել է Ռուսաստանի հետ փոխկապակցված ընկերություններին։ Սա ցավալի է եւ հակասում է Ադրբեջան-Ռուսաստան դաշնակցային գործակցության հռչակագրի դրույթներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ոգուն, նշել է Պաշտոնյան։ Նշվում է, որ կիբերհարձակման հնարավոր պատճառը կարող է լինել Ադրբեջանում ռուսական տան գործունեության դադարեցումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։